Այս պահին տեսակապով զրուցելու եմ կասեցում քաղաքացիական շարժման համակարգող գործարար Սամսոն Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Հայկական բեռնատարները մնացել են ռուս-վրացական սահմանի վերին լաց անցակետում, Ռուսաստանը թույլ չի տալիս հայկական ապրանքների մուտքը պատճառաբաներով իբր սանիտարական խնդիրներով։ Նախ ուզում եմ սկզբում հասկանանք, սա սանիտարական թե քաղաքական խնդիր է, համեցեք։ Ողջույն, այս պահի դրությամբ, հենց այս պահի դրությամբ 3 գործոններ կան, ինչի պատճառով լարսի սահմանակետը փակ է, բայց ավելի շատ մենք կենտրոնանանք երևի նրա վրա, թե ինչ խնդիրներ է հենց Ռուսաստանը ստեղծում մեր բեռնատարների համար։ Ինչպես գիտեք, Ռոսգոսնադզորը Ռուսաստանը մշտապես օգտագործել է որպես նաև քաղաքական գործիք։ Եվ դրա միջոցով միշտ փորձել է ճնշումներ գործադրել այն երկրների նկատմամբ, ում հետ որևէ քաղաքական խնդիրներ է ունեցել։ Այս պահի դրությամբ հենց այդ գործիքը գործադրվում է Հայաստանի դեմ։ Ժամանակին օգտագործվել է նաև Վրաստանի, նաև Ուկրաինայի դեմ։ Ռուսաստանը, ինչպես դուք նշեցիք, մի քանի անգամ մեր արտահանողների համար խնդիրներ ստեղծել է եւ դրանք հիմնականում պայմանավորված են եղել հայ-ռուսական հարաբերությունների փոքր-ինչ սրմամբ։ Հոկտեմբերին կհիշեք, մի քանի օր շարունակ հայկական կոնյակով բեռնված բեռնատարներն էին մնացել լարսի անցակետում, բայց այդ խնդիրը օրեր անց կարելի ասել հարթվեց։ Հիմա հասկանանք այս օրերի խնդիրը եւս ժամանակավոր է, թե Կարծում եմ դեռևս ժամանակավոր է, սրա հետ մեկտեղ ուզում եմ նշել, որ ինձ լուրեր են հասել, որ այստեղ նաև մի փոքրիկ այլ խնդիր էլ կա, ինչպես ինձ ասացին, Ռոսգոսնադզորը մի քանի անգամ դիմել է մեր մարմիններին, հայկական մարմիններին, կարծում եմ ՍԱՏՄ-ին, թե Հայաստանից արտահանվող մթերքը ունի որակական խնդիրներ, խնդրել են լուծել փաստաթղթերի խնդիրը եւ օրինակ հենց ձկան կարծեմ ձկով բարձված մեքենան ետ է ուղարկվել ձկան տարիքը, ձկան բռնելու երևի ժամանակաշրջանը չնշված թղթեր չունենալու համար։ Բայց ամեն դեպքում սա էլ եմ համարում, որ տարբերակ է, որովհետեւ ինքս էլ գիտեմ, թե որքան անլուրջ են վերաբերվում տեղի պետական մարմինները եւ արտահանողները այս ամեն ինչին, պատշաճ թղթաբանություն ապահովել, պատշաճ ստուգումներ անցած լինեն, ամբողջ փաստաթղթաշրջանառությունը ապահովված լինի, բայց ամեն դեպքում նորից եմ կրկնում, միշտ կարելի է սա ունենալ աչքի առաջ, որ Ռուսաստանը այն երկիրը չէ, որը իդեալական պահում է բոլոր անվտանգության կանոնները սննդի եւ մերթ ընդ մերթ սա օգտագործելու է որպես քաղաքական գործիք։ Դեռևս կարծում եմ, որ սա երկար չի տևի, սրանք ուղղակի նախազգուշական կրակոցներ են համարում Ռուսաստանի կողմից, սրանով ցանկանում են ցույց տալ, թե որքան դժվարություններ կարող են ստեղծել Հայաստանի տնտեսության համար իրենք, եթե Հայաստանը իր լոյալությունը Ռուսաստանի հանդեպ որևէ կերպ շարունակի խախտել։ Որոնք պետք է լինեն մեր իշխանությունների գործողությունները։ Օրինակ, շատ տնտեսագետներ պնդում են, որ Ռուսաստանն ավելի մեծ կախվածություն ունի Հայաստանի Հանրապետությունից, հաշվի առնելով նաև այն պատժամիջոցները, որոնք սահմանվել են տարբեր երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Արդյոք մեր իշխանությունները պետք է Ռուսաստանին հիշեցնեն, թե ինչ հետևանքներ կարող են լինել, եթե Հայաստանը օրինակ դադարեցնի տարբեր ապրանքների վերարտահանումը։ Գիտեք ոնց, իրապես, եթե մենք լուր ամեն ինչ կուլ տանք, Ռուսաստանը կշարունակի նույն աշխատավոճը մեզ հետ եւ սրա պատճառով մենք պետք է որոշ ժամանակ պետք է ցույց տանք նաեւ մեր ուժն ու հնարավորությունները, չնայած համեմատելի չեն գերտերության հետ, բայց որոշակի լծակներ ամենայն դեպս ունենք։ Այսօր շատ սանկցիոն ապրանքներ, որոնք արգելված է Ռուսաստան ներմուծում են հենց նաև Հայաստանի միջոցով։
ցավեցնել ոչ միայն իրենք կարող ենք նաև մենք, կարող ենք արգելել այստեղով ռեիմպորտը, այսինքն այն ապրանքները, որոնք գալիս են Եվրոպայից կամ այլ երկրներից, իբրև թե Հայաստան, բայց իրականում վերջնակետը դառնում է Ռուսաստանը։ Կարող ենք ցավեցնել ռուսական ապրանքների մուտքը Հայաստան որոշ ժամանակով արգելելով, չեմ ասում ընդհանրապես, բայց որոշ ժամանակով, որ տեսեք, դուք կարող եք, մենք էլ կարող ենք նույն պատասխանը ձեզ տալ։ Հենց օրինակ Yandex-ների, Viber-ների եւ այլ նման ընկերությունների միջոցով Ռուսաստանը բավականին մեծ շահույթներ է ապահովում իր համար, իր տնտեսության համար, իր մանրածախ առևտրի համար ավելի ճիշտ կարելի ասել, դե համեմատելի չի նավթի եւ գազի առևտրի ծավալների հետ, սակայն իր մանր բիզնեսի համար Ռուսաստանը լուրջ շահույթներ է ապահովում հենց Հայաստանի միջոցով։ Այսինքն պետեկամուտների կոմիտեն ոչինչ չի խանգարում, որպեսզի ձեր մատնանշած ընկերություններում օրինակ ստուգումներ իրականացնի։ Իհարկե, նամանավանդ երբ այդ ընկերությունները բացահայտ դեմպինգով են զբաղվում, բացահայտ լրտիաբար են իրենց զբաղվում հայկական շուկայի նկատմամբ, միանշանակ կարող է Հայաստանը նույնպես իր օրենքների սահմաններում չգերազանցելով իր օրենքները, չգերազանցելով իր լիազորությունները, կարող է շատ լուրջ ցավեցնել Ռուսաստանի տնտեսվարողներին։ Եվ սա լծակ կլինի, որոշակի մեսիջ կլինի ռուսների համար, որ չի կարելի այսպես վարվել տնտեսական գործընկերություն։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրառում էր արել եւ նշել, թե որևէ լարսի անցակետ փակելը մեզ վրա չի կարող ազդել, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում եւ եթե չեմ սխալվում, գրառման մեջ հորդորել էր Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներին գնել բացառապես հայկական արտադրության ապրանքներ։ Արդյոք սա իրականությունից կտրված խորհուրդ է։ Միանշանակ, խորհուրդ կտա քաղաքական իշխանությանը նման հորդորների Facebook-յան մակարդակի հորդորների փոխարեն դիվերսիֆիկացնել հայկական տնտեսությունը, հայկական արտահանումը եւ ստեղծել մի իրավիճակ, երբ հայ արտահանողը կարողանա արտահանել նաեւ եվրոպական երկրներ, արաբական երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ մայրցամաք ընդհանրապես, դրա համար պետական միջամտություն է պետք։ Այստեղ հենց փոքրիկ արտահանողները մեծ խնդիրներ չեն կարող լուծել։ Փոքրիկների մակարդակով արդեն արտահանվում եւ վաճառվում է, եւ դրանց ծավալները շատ փոքր են։ Այստեղ պետք է պետական միջամտություն, որպեսզի ծավալները մեծանան, հայկական տնտեսությունը դիվերսիֆիկացվի եւ նման աննորմալ կախվածության մեջ չլինի Ռուսաստանի Դաշնության տնտեսության հետ։ Դիվերսիֆիկացումից խոսեցիք, դուք էլ կհիշեք, որ հատկապես ռուս-վրացական պատերազմից հետո 2000-ականների վերջերին ռուսական կողմը արգելեց վրացական գինու մուտքը։ Այդ ընթացքում բնականաբար այլ շուկաներ Եվրոպայում գտավ վրացական կողմը եւ մինչեւ այսօր իր գինին կարողանում է եվրոպական շուկաներ արտահանել, բայց նաև այս օրերին եւ վերջին տարիներին Ռուսաստանը ավելի բարձր գնով է ձեռք բերում վրացական գինին։ Այդ ժամանակ էլ Վրաստանի իշխանությունը ընտրել էր ճանապարհ դեպի Եվրոպա, Եվրամիություն, կարծես մենք էլ հիմա այդ ճանապարհին ենք եւ նույն կարելի ասել կրակոցներին, ինչպես դուք նշեցիք, ենթարկվում է Հայաստանի Հանրապետությունը։ Այստեղ պետք է մի փոքր դիմանալ, թե ինչպես ժողովուրդն է ասում, ատամ ցույց տալ։ Տեսեք, խնդիրը բազմակողմանի է։ Մենք չենք կարող մոռանալ տարածաշրջանային գերտերության մասին։ Մենք չենք կարող ամբողջովին իգնոր անել նրան։ Անհնար բան է դա։ Հենց նույն Վրաստանի օրինակը, որը դուք շատ ճիշտ վերեցիք, տեսեք, Վրաստանը արտահանեց Եվրոպա, բայց որոշ ժամանակ անց վերադարձավ նաև ռուսական շուկա։ Ինչ տեղի ունեցավ, Վրաստանը ցույց տվեց իր ատամները, ցույց տվեց, որ կարող է լինել նաև Եվրոպայի համար գործընկեր, արտաքին աշխարհի համար գործընկեր, բայց ված չէր լինի նաև, որպեսզի ռուսական շուկայի հետ համագործակցեն եւ փոխշահավետ եկամուտ ապահովեն, առևտուր ապահովելու։ Հիմա նույնը մեր խնդիրն է։
Կարծում եմ շատ մեծ սխալ կլինի, երբ մենք որոշենք, որ վերջնական Ռուսաստանի ճանապարհներն ու օդերը փակում ենք Հայաստանի համար, որովհետև աշխարհում չկա նման մի օրինակ, որ գերտերության հարևան որևէ երկիր ամբողջովին հակառակ դիրքորոշում վերցնի դեպի այդ գերտերությունը եւ որոշակի հաջողությունների հասնի։ Օրինակները բազմաթիվ են, Կուբան, Վենեսուելան, հենց նույն աշխարհի ամենադեմոկրատ երկրի հարևան լինելով եւ դեմ գնալով այդ երկրին ունեցան նման ահռելի տնտեսական խնդիրներ եւ այսօր նրանց վիճակը կարելի է գնահատել շատ վատ։ Ուզում ենք մենք լինել այդ վիճակում, ոչ, դրա համար մենք պետք է մեր գործընկերներին ցույց տանք, որ մենք վստահելի գործընկեր ենք, բայց երբեք թույլ չենք թողնի, որպեսզի մեր գործընկերը բարձրանա եւ նստի մեր պարանոցին։ Այսինքն մենք պետք է լինենք ուժեղ, հավասար գործընկեր, ոչ թե ինչ-որ թույլ կամակատար։ Սա պետք է լինի մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, զրուցում էի կասեցում քաղաքացիական շարժման համակարգող գործարար Սամսոն Գրիգորյանի հետ։ Դուք դիտում եք գլխավոր թեման, տաղավարում Արթուր Աղաբեկյանն էր, հետևեք մեզ առայժմ։